Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Հայաստանը հիանալի հասկանում է, որ հանրապետության համար անհնար է լինել և Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ, և երբ նման անհրաժեշտություն առաջանա, Հայաստանի քաղաքացիները կկայացնեն համապատասխան որոշում։ Այս մասին 10-ին ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ՀԻԱՏՄ-ից և արդյոք հանրաքվե կանցկացվի այս հարցի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը ՀԻԱՏՄ-ի լիիրավ անդամ է, կառուցողական ձևով գործակցում է և լիովին մասնակցում քննարկումներին և որոշումների կայացման գործընթացներին։ Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի նախագահը նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնի լինել ԵՄ-ի թե ՀԻԱՏՄ-ի ուղեծրում միաժամանակ սպառնալից հետևանքներով։ Հերթական հայտարարություն է արել նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նշել է, թե Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը ըստ փորձագետների գնահատականների սպառնում է հայկական տնտեսության առնվազն 5 միլիարդ դոլարի, այսինքն ՀՆԱ-ի 15-ից 20%-ի կորստով։ Նա չի շրջանցել նաև գազի թեման, կրկին հիշեցնելով, թե Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարով։ Վոլոդինն ընդգծել է, որ Հայաստանում աշխատող և բիզնես կառուցող ռուսաստանի քաղաքացիները իբրև սկսել են փակել իրենց ձեռնարկությունները կապված անորոշ ապագայի հետ։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել տնտեսական և սոցիալական խորհրդի նիստում, էներգետիկ և մատակարարման հոսքերի պաշտպանության ապահովումը թեմայով, որը նվիրված էր գլոբալ զարգացման վրա միջազգային առևտրի, էներգետիկ և մատակարարման շղթաների վրա աճող անկայունության հետևանքներին։ Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը որպես դեպի ծով ելք չունեցող երկրի, նա ընդգծել է, որ տարանցիկ ուղիների խաթարումները, վառելիքի և էներգետիկ գնաճը, նաև խորացող տնտեսական անորոշությունը անհամաչափորեն ազդում են կառուցվածքային խոցելիություններ ունեցող երկրների վրա։ Նա կոչ արել ամրապնդել միջազգային գործակցությունը մատակարարման շղթաների դիմակայունությունը և կանխատեսելիությունը բարձրացնելու, տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև զարգացող երկրներին ժամանակին և մատչելի միջազգային ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով։ Երևանի Հանրապետության հրապարակում են 45 նոր տրոլեյբուսները, որոնց ձեռքբերումը ֆինանսավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը ձեռք էր բերել ևս 30 տրոլեյբուս, ինչի արդյունքում ամբողջությամբ կթարմացվի մայրաքաղաքի տրոլեյբուսային շարժակազմը։ Նոր տրանսպորտային միջոցներին ծանոթացել է վարչապետ Փաշինյանը։ Այս տրոլեյբուսների շահագործումը միտված է Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանը և ուղևորափոխադրումների որակի բարելավմանը։ Ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ, մինչ այս մենք երկու խմբականակ էինք գնել, 15 և ևս 15, և այս անգամ գնել ենք 45 միանգամից նոր տրոլեյբուսներ, որով որ ամբողջական մեր տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Այսինքն հուսահատության տրոլեյբուս էլ չեն գնել։ Այո, ռետրո, իրանց հուսահատության չկոչենք, իրանք այդքան վատը չեն։ Ռետրո տրոլեյբուսներ ցավոք այլևս էլ չեն։ Ասում եք կարող է մի հատ ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը փոխվում է այս նոր որակյալ լավ տրոլեյբուսներով, որոնք որ առանց գծերի նույնպես երթևեկում են մոտավորապես 60 կիլոմետր։ Խորհրդանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը աստիճանաբար թեժանում է, քաղաքական ուժերը միմյանց հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պատասխանել են իրենց քաղաքական ուժի առնչությամբ հայտարարություններին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը, ինչպես նախորդ հայցերի ընթացքում Արմավիրի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կուսակցությանը բնակիչները մեծ սիրով եւ խանդավառությամբ ընդունեցին։ Իշխող ուժը իր նախընտրական քարոզարշավը Արմավիրի մարզում մեկնարկեց Փարաքար խոշորացված համայնքից։ Համայնքի բնակիչների հետ հանդիպանը Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս խստորեն դատապարտեց համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը եւ ընդգծեց, որ մեղավորները պետք է իրենց արժանի պատիժը կրեն։ Արդեն մարզի մյուս բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը շարունակեց բնակիչներին ներկայացնել կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետն իր յուրաքանչյուր ելույթում կարևորում է ձեռքբերված խաղաղությունը, որ Հայաստանի համար լայն հորիզոններ է բացելու։ ԿՊ առաջնորդի խոսքով չնայած խաղաղությունը յուրաքանչյուր հայ համար պետք է ամենակարևոր ձեռքբերումը լինի, սակայն ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի, մասնավորապես ռուսական թեքում ունեցող ընդդիմադիրների համար ըստ վարչապետի կարծես թե խաղաղությունը ընդունելի չէ։ Մեկը կար, ասում էր միջև քոքը ԿՊ-ին մաշեցնելու ենք։ Եվ ինչպես տեսնում ենք,
Հիմա տեղի է ունենում բոլորովին ուրիշ բան։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պիտի մաշի միջև քոքը եւ դուք ժողովուրդ պետք է լուծեք այն հարցը, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից ոչ մեկը չստանա ազգային ժողովում թեկուզ մի մանդատ ստանալու համար անհրաժեշտ քվեներ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքը հաջողված է համարում։ Նրա կարծիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր խոսքը անպայման ասելու է հունիսի 7-ի ընտրություններում։ Ըստ նախարար Պապիկյանի հունիսի 7-ից հետո մի շարք ուժեր այլևս իրենց պիտանելիության ժամկետը անցնելու են։ Պաշտպանության նախարար խոսեց նաև զինված ուժերում կատարված բարեփոխումներից հետո ընդդիմադիրների քննադատությունների մասին։ Մայիսի 28-ին, երբ որ մենք հաշվետվություն կներկայացնենք մեր հասարակությանը եւ նաեւ ցույց կտանք այն սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ մենք գնել ենք, այդ ժամանակ նաեւ կարձագանքի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանը նույնպես վստահ է, որ հունիսի 7-ին քաղաքացին իր քվեով ամրապնդելու է խաղաղությունը, իսկ անդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը եւ վիրավորանքը ԿՊ անդամների եւ մասնարարպես Նիկոլ Փաշինյանի հասցեին պատգամավորը այսպես մեկնաբանեց. Երբեմն, երբ որ ասելիք չունես, անցնում ես վիրավորանքի լեզվին, բայց ես ուզում եմ ասեմ, դա էլ իր մոտ չի ստացվում, որովհետև գիտեք, նախ հայերեն խոսալն է դժվարանում եւ դա միշտ է խնդրեմ եղել, որովհետև այդ մարդը հետո անմիջապես փոխում եւ սկսում է խոսել ինքնությունից։ Ես ուզում եմ հարց տամ իրեն, իսկ ինքը որ ազգի ներկայացուցիչն է եւ որ ազգի ինքնությունից է փորձում խոսել եւ ինքնությունը բացատրելու ընթացքում ասում է բաներ, որոնք որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնության հետ չունեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը նշում է, որ չնայած քաղաքական հակառակորդները ցանկանում են ամեն գնով սադրանքի դաշտ տանել քարոզարշավը, այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր առաջնորդի գլխավորությամբ բարձունքում է մնում, պահելով քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակը։ Հայտարարությունները, որոնք հատում են լեկտիվության սահմանը, մենք այդ հայտարարություններին վատ ենք վերաբերվում եւ արժանի պատասխան ենք տալիս կարծում եմ, բայց մնացած մասով կարծում եմ բավական լավ քարոզարշավ է դեռևս ընթանում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով էլ նոր խորհրդարանը իր բովանդակային էությամբ անկասկած տարբերվելու է ներկայիս խորհրդարանից։ Նա համոզված է, որ քաղաքացիները իրենց քվեն տալու են այն քաղաքական ուժին, որի կատարած աշխատանքը տեսանելի է։ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հայտարարություններն էլ հիմնազուրկ են եւ մեկնաբանության կարիք չունեն, ասաց պատգամավորի տեխնացուն։ Մարած օբլիգացիաներին շատ չարժի անդրադառնալ, նրանք մարված են եղել մեր ժողովրդի կողմից եւ շարունակելու են մարված մնալ, իսկ իրենց հաշվարկները, որ թե դրանով կարող են ինչ-որ ավել ձայներ բերել, միգուցե իրենց համակիրների շրջանում, բայց ես գրեթե վստահ եմ, որ այս նոր ազգային ժողովը տարբերվելու է գործող ազգային ժողովից եւ այդ պատմության աղբանոցը շատ գրեթե հավերժական է լինելու իրենց համար կանգնվելու, վերակենդանանալու իրենց այդ փորձերը սին են լինելու։ Պատգամավորի տեխնացու եւ գործող պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նույնպես համոզված է, որ քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը եւ բարեկեցիկ ապագային։ Ընդդիմադիր ուժերից Հայաստան դաշինքը ըստ Քոչարյանի ինչպես նախորդ գումարման խորհրդարանում այս անգամ եւս բացի իշխանազավթման ծրագրից այլ բովանդակային ծրագիր չունի, ընդգծեց նա։ Այլ նպատակ չունեն, միայն մաշեցման, այսինքն իշխանությունը զապտելու նպատակ ունեն։ Եվ ըստ էության իրենք մաշեցին։ Հիմա նորից ուզում են ինչ-որ բանի համար իշխանություն ձգտելու իրենց նպատակները ձևակերպեն, բայց էլի ծրագիրի չի երևում։ Մեզ մեղադրում են բաների մեջ, որը գոյություն չունի։ Մեզ մեղադրում են խաղաղության ձգտելու համար։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություններ շարունակում են նախընտրական քարոզարշավը մարզերում։ Լևոն Շիրինյանի գլխավորած քաղաքական ուժը հանդիպումներ է ունեցել Նոր Հաճնում, Բյուրեղավանում, Մասիսում, նաև Այգում եւ Սյունիքում։ Կուսակցությունը կարևորում է պետականության ամրապնդումը, հավաքական արևմուտքի հետ գործակցությունը, նաև քրիստոնեական արժեքների պահպանումը։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժը հանդիպումներ է անցկացրել Նոր Հաճնում, Բյուրեղավանում եւ Մասիսում, իսկ քարոզարշավի հերթական ուղղություններից մեկը եղել է Սյունիքը։ Կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն իր քարոզարշավում շեշտը դնում է քրիստոնեական արժեքների, պետականության պաշտպանության եւ Հայաստանի զարգացման արևմտյան ուղղության վրա։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ինչպես միշտ ձեր հետ է, ձեր կողքին եւ ձեր մեջ
որովհետև դա ձեր կուսակցությունն է։ Շիրինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին եւ ներքաղաքական օրակարգին, ընդգծելով, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը կարևորում է արևմուտքի հետ գործակցությունը, իրավունքի գերակայությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Նրա խոսքով Հայաստանի համար առանցքային է պետական ինստիտուտների ամրապնդումը եւ օրենքի գերակայության հաստատումը։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն ասել է, վաղուց ողջունում է այդպիսի համագործակցությունը եւ գտնում է, որ միայն արևմուտքի հետ համագործակցությունն է, որ վերջ կտա ռսաստրուկ բարագլուխ մաֆիոզ բարագլուխների տիրակալությանը Հայաստանում։ Այն ժամանակ սրանց վզին տալով կասեն, այդ որ հարստության, այդպես հարստացակ, այդ որտեղից է որ աշխարհում կարող է նախագահ դառնալ միլիարդատեր։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է անվտանգություն, ազատություն եւ զարգացում կարգախոսով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հանուն Հանրապետությանը ևս շարունակում է հանդիպումները, Հանրապետության տարբեր շրջաններում կուսակցությունը քաղաքացիներին ներկայացնում է իրենց ծրագրերն ու առաջնահերթությունները, շեշտադրելով սոցիալական, տնտեսական եւ կառավարման բարեփոխումները։ Հանուն Հանրապետության կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են իրենց քաղաքական ուժի հիմնական նպատակը Հայաստանի անկախության ամրապնդումն ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությունն է։ Նրանք ընդգծում են պետք է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, նաև կանխել քոչարյանասերժական համակարգի վերադարձը։ Կարողացել ենք ախտորոշել մեր պետության, մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքը։ Դա ընդդիմությունն է։ Այդ ընդդիմությունը չի ներկայացնում հայ ժողովրդին, ներկայացնում է հայ ժողովրդի թշնամուն, հավաքական Պուտինին, որոնք տարբեր գլուխներով են հիմա հանդես գալիս։ Այդ խոսող գլուխներին մի նայեք։ Իրենք իրիկունը ստանում են հանձնարարությունները, առավոտը դուրս են գալիս, ամեն մեկը մի կողմից հարվածի տակ է դնում մեր պետությունը, մեր պետություն ունենալու երազանքն ու նպատակը։ Քոչարյանը, Կարապետյանը, ասենք Ծառուկյանը, դրանք մի կուսակցություն են, էլի, ինչքան էլի կան, տենց պուչ իրանք էլ ձագեր ունեն։ Հանուն Հանրապետության ներկայացուցիչների խոսքով իրենց հիմնական նպատակը արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումն է։ Վերջիններիս վստահեցմամբ մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքը ընդդիմությունն է։ Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի մարտավարական, ստրատեգիական, տարբեր մոտեցումներ առաջ բերի, իշխանության թեբերից բռնի եւ ասի դուք պետք է աշխատեք, բարեփոխումները կիսատ պրատեն։ Այս է մեր նպատակը։ Մարդիկ պայմանագրեր են կնքում, օրինակ 8 ժամ է աշխատանքի, աշխատում են 14 ժամ, բայց վճարվում են 8 ժամվա համար։ Մենք ասում ենք ոչ միայն այո, եւ հավելավճար պիտի ստանան։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Քվեաթերթի 4-րդ համարով ընտրություններին մասնակցող Հայաստանի շնորհապետական կուսակցությունն էլ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ եղել են Արարատի մարզում, որտեղ այցելել են արցախյան եւ սեպտեմբերյան մարտերի հերոս Տարոն Անդրեասյանի հուշահամալիր, ապա քարոզարշավը շարունակել Տավուշում։ Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամները առաջնորդ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ քարոզարշավի շրջանակում եղել են Արարատի մարզում, նաև Մղջյան գյուղում, որտեղ այցելել են արցախյան եւ սեպտեմբերյան մարտերի հերոս Տարոն Անդրեասյանի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Քաղաքական ուժի քարոզարշավը շարունակվել է նաև Տավուշի մարզում։ Մեր քարոզարշավին ոչ մի եղանակ չի կարող կասեցնել եւ կանգարել։ Մի խոսքով, առաջ Աստված գնում ենք հաղթելու։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է քվեաթերթիկի 4-րդ համարով։ Կուսակցության հիմնադիր նախագահը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է պետական ընտրության առաջ, իսկ պետության կառավարումը պահանջում է ճշգրիտ հաշվարկ եւ մասնագիտական մոտեցում։ Պետությունը ոչ թե կարգախոս է, այլ բարդ մեխանիզմ, որը պետք է աշխատի անխափան։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը բերում է նոր որակի կառավարում։ Մենք չենք քայլում անորոշության հետևից, մենք նախագծում ենք ապագան հիմնվելով ազգային արժե համակարգի վրա։ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի նպատակային, իրատեսական եւ պրագմատիկ։ Նրա խոսքով Հայաստանը պետք է դուրս գա անարդյունավետ ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշինքներից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից ու հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնի Եվրոպական միության երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Թուրքիայի հետ Սիմոնյանը հնարավոր է համարում բարիդրացիական հարաբերությունների ձևավորումը, սակայն շեշտում է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չպետք է դուրս մղվի արտաքին քաղաքական նորակարգից։ Ադրբեջանի հետ ըստ նրա պետք է հասնել հավասարակշռված խաղաղության, հաշվի առնելով Հայաստանի ռազմաքաղաքական շահերը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Հայ ազգային կոնգրեսը շարունակում է հանդիպումները քաղաքացիների հետ ներկայացնելով իր քաղաքական տեսլականը, որը կուսակցության գնահատմամբ պետք է ապահովի ինքնիշխան խաղաղության ճանապարհը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն ընդգծում է տարածաշրջանային կապերի ընդլայնման կարևորությունը, առաջարկելով կառուցել Հայաստան-Իրան երկաթուղի, որը ըստ նրա կարող է դառնալ երկրի համար կենսական նշանակության հաղորդակցային հանգույց։ Հայ ազգային կոնգրեսը նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին է հանդիպում եւ առաջարկում այն խելամիտուղին, որն ըստ իրենց քաղաքական ուժի կտանի դեպի ինքնիշխան խաղաղություն։ Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն առաջարկում է կառուցել Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղի, որը կլուծի Հայաստանի համար կենսական խնդիրները։ China Communications շինարարական ընկերության կողմից նախագծված այդ երկաթուղին ունենա 84 կամուրջ եւ 60 թունել եւ նախնական հաշվարկով կարժենա 3.2 միլիարդ դոլար եւ էական օգուտներ կբերի նախագծի իրականացման մեջ ներգրավված երկրների համար, նախ եւ առաջ Հայաստանի եւ Իրանի։ Այդ երկաթուղին կկապի ագարակը Գագարինի երկաթուղային կայարանի հետ։ Երևանից երկաթուղային կապ կհաստատվի Գավառ, Մարտունի, Ջերմուկ, Սիսիան, Կապան, Մեղրի եւ ագարակ քաղաքների հետ, ինչը կամրապնդի մեր երկրի տնտեսական եւ պաշտպանական անվտանգության համակարգը, կաշխուժացնի այդ բնակավայրերի տնտեսական կյանքը։ Հայաստանը մեկ երկրի Իրանի միջոցով ելք կստանա դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Արդյունքում էապես կզարգանան Հայաստանի առևտրատնտեսական կապերը գլոբալ հարավի երկրների հետ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Վիետնամի, նոր ճանապարհներ եւ շուկաներ բացելով մեր արտադրության ապրանքների համար։ Կուսակցության առաջնահերթություններից են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, տարածաշրջանային կայունության ապահովումը եւ երկրի սոցիալ-տնտեսական վերելքը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հունիսի 7-ին կանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները քայլերթ եւ հանրավակ են անցկացրել Երևանի Շեմգագբիթ վարչական շրջանում քաղաքացիներին խոստանալով արմատական փոփոխություններ Հայաստանի տարբեր ոլորտներում։ Free News-ը ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանից հետաքրքրվել է իրենց թիմակիցների վերաբերյալ իրավապահ մարմինների բացահայտումներից, կրիպտոարժույթով ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություններից ու նախկին իշխանությունների հետ նրանց հնարավոր գործակցությունից։ Մանրամասները տեսանյութում։ Ուժեղ Հայաստանը նախընտրական ուժեղ խոստումներ է տալիս, եթե չասենք վերամբարձ։ Այսուհետ Հայաստանի Հանրապետությունում ծնված յուրաքանչյուր 4-րդ երեխայի համար տալու է 2 միլիոն դրամ։ Իսկ եթե դուք արդեն բազմազավակ ընտանիք եք եւ ունենում եք ձեր 5-րդ բալիկը, 5-րդ երեխա ունեցող ընտանիքը ստանալու է անվճար բնակարան։ Իրենց ձևակերպմամբ հեղափոխական այս առաջարկները կարող է իրականություն դարձնել միայն ու միայն Սամվել Կարապետյանը։ Այո, այն նույն օլիգարխը, ով, հիշենք, մի քանի անգամ շփոթվում է բարդ կազմություն ունեցող հաղթարշավ բառը արտաբերելիս։ Մենք այսօր սկսում ենք մեր գլխավոր հաղթաշարը, մեր ուժեղ Հայաստանի գլխավոր հաղթաշարը։ Այս նույն Սամվել Կարապետյանի եղբորորդին, որն ի դեպ վստահ է իր հորեղբայրն է Հայաստանի հաջորդ վարչապետը, գուցե հենց այս նպատակի համար ամբիոնից առանձնահատուկ է ողջունում Շենգավիթցի, այսպես ասած, խարեպներին։ Քանի որ գտնվում ենք Շենգավիթում, նաև ուզում եմ ասել հարգանքներս աղբերներին։ Այս ամենին զուգահեռ նկատենք իրենց առաջնորդի հաղթանակի վրա չկասկածող քաղաքական այս ուժի թիմակիցները թերևս բացարձակ առաջատար են իրավապահ մարմինների հետ խնդիրներ ունենալու հարցում, քրեորեն պատժելի արարքներ ենթադրաբար գործելու համար։ Խոսք են տվել կոռուպցիայից մաքրել երկիրը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դարձրել է համակարգային կոռուպցիայի
եւ հովանավորչության գլխավոր գործիքակազմ։ Ինչ փաստեր ունեք դրա վերաբերյալ, պարոն Կարապետյան, որովհետև ի հեճուկս դրան մենք օրական պարբերությամբ տեսնում ենք իրավապահ մարմինների հայտնի ձայնագրությունները, որտեղ հենց ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն են ընտրակաշառքներ բաժանելու մասին խոսում, շալվարներ բաժանելու մարդկանց շալվարներ բաժանելու մասին խոսում, կան ձեր ձերբակալվածներ, նաև ձեր թիմակիցներ, այսինքն եթե վստահ եք, որ այդքան հաջողություն եք արձանագրելու է ձեր կուսակցության ղեկավարը Սամվել Կարապետյանը լինելու վարչապետ, ինչու եք այդ դեպքում փող բաժանում։ Հենց այդ ձեր ասածն է, դուք հենց նոր ինչպես ասեցիք, քանի որ առաջի հարցն էր, որ դուք շատ վստահ եք, որ դուք հաղթելու եք, այո, դուք ասում եք դա, եւ քանի որ վստահ ենք, մենք ոչ մի բանի կարիք չունենք, մենք ԿՊ-ի պես քայլերի կարիք բարև ձեզ, կներեք պրոցեսը։ Մինչդեռ Նարեկ Կարապետյանի հիշատակած առաջին հարցս, որը սակայն նա վերաձևակերպում է որպես պնդում, հնչել է այսպես. Պարոն Կարապետյան, արդյոք վստահ եք, որ հունիսի 7-ի ընտրություններում ուժեղ Հայաստան կուսակցությունը կարողանալու է հաղթանակ արձանագրել, որ այդպես ներկայացնում եք, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Բարև ձեզ։ Մարդկանց դուք կարող եք մեզ հետ գալել եւ տեսնել մարդկանց վերաբերմունքը փոփոխության։ Բարև ձեզ։ Թեպետ ուժեղ հայաստանցիները հնարավոր բոլոր ձևերով փորձում էին կներեք իհարկե, բայց ցրել ընտրակաշառք բաժանելու թեման, այդուհանդերձ տեղեկություններ կան, որոնք անձամբ Նարեկ Կարապետյանից ճշտելու անհրաժեշտություն ունեին, որպեսզի Հայաստանի ենթադրյալ գալիք իշխանությանը քաղաքացին ընտրակաշառքի հովանավոր հանկարծ ու հանկարծ չդիտարկի։ Պարոն Կարապետյան, տեղեկություններ կան բազմաթիվ նաև այն մասին, որ նախկին իշխանությունների շատ կարկառուն ներկայացուցիչներ այժմ կրիպտոարժույթների միջոցով են անգամ փորձում գումար բաժանել քաղաքացիներին, գնել այսպես ասած նրանց կվել, եւ նրանք աշխատում են հենց ուժեղ Հայաստան կուսակցության համար։ Ինչքան կարկառուն մարդ կա, ես տեսնում եմ ձեր ասած կարկառուն մարդիկ նախկին իշխանության աջակցող, այսօր աջակցում են ԿՊ-ին տեղերում։ Դուք չգիտեք ովքեր են աջակցում ԿՊ-ին։ Ովքեր են աջակցում, մի հատ ասեք։ Պարոն Կարապետյան, ախր այդպես չի, զրուցելու հնարավորություն պետք է ունենանք։ Պարոն Կարապետյանին օդում սավառնող մեղադրանքների ու իրավապահների օրական բացահայտումների վերաբերյալ եւս մի քանի հարց կար ուղղելու, բայց հորդառատ անձրևն ու սպասարկող ավտոբուսը դեմ էին։ Իդեպ, պատուհանից ինչ-որ սպիտակ սրբիչ պտտացնող օտարազգիները տեսնես ճանաչում էին Սամվել Կարապետյանին։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ԱԴ-ն կալանավորվել է ընտրական գործընթացին միջամտելու եւ քաղաքացիներին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չընտրելուն հարկադրելու կասկածանքով նախաքննությունը շարունակվում է։ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ ոստիկանությունից էլ հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տուժած անձիկ չկան, տեղեկացնում են ոստիկանությունից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին այսօր Երևանի Փարպեցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության, ապա դրան հաջորդած կրակոցների մասին։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունը, նաև վճարել 6 միլիոն դրամ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ Հիշեցնենք, մայիսի 7-ի ասուլիսում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե իբրև Նիկոլ Փաշինյանը Չինաստանից 1 տոննա հալյուցինացիաներ առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է իր ելույթներից առաջ։ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարել էր, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։ Դատախազությունը պահանջում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հոգոտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույք, որոնցից 2-ը Երևանում, 1-ը Աշտարակի Արտաշավան բնակավայրում, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 236 միլիոն 827 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։
Հրազդանի նախկին քաղաքապետը համայնքի հողերը ձևական աճուրդներով օտարել է իր ընտանիքի անդամներին։ Մեղադրանքի առաջադրվել ոչ միայն Արամ Դանիելյանին, այլև նրա կնոջն ու եղբայրներին։ Գործով անցնում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ։ Անչափահաս աղջկան առևանգած եւ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին ՆՂ-ն, ԱԱ-ն, ԱԲ-ն եւ ՍՍ-ն խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք եւ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել եւ տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում։ Դատախազը իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը։ 6 նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մովսես Խորենացու փողոցում գտնվող Երևանի նախկին քաղաքապետարանի շենքի քանդման գործով։ 1907 թվականին կառուցված շենքը մայրաքաղաքի պատմամշակութային կարևորագույն կառույցներից է եղել։ 1999-ից 2000 թվականներին կառավարության որոշմամբ $400,000 փոխանցվել է իտալական ընկերության, սակայն պայմանով, որ կպահպանվի տեսքը։ Կենտրոնի նախկին թաղապետ այժմ Միացյալ Նահանգներում ապրող այդ թաղապետի ապօրինի որոշումներով, սակայն թույլատրվել է քանդել հուշարձան շենքը։ Հուշարձանի տեղում կառուցվել է կոնգրես հյուրանոցը։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան Կուսակցությունների դաշինքի աջակից եւ նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ընտրող հանդիսացող Հայաստանի Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց, բացի այդ այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողներ հունիսի 7-ին կանալիք Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց նախապատրաստել են մի շարք ընտրողների տալ ընտրակաշարք, նաեւ խոչընդոտել նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացումը։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Ուկրաինան դրոններով հարձակում է իրականացրել Ստավրոպոլի երկրամասի վրա Նևինոմինսկ քաղաքում գիշերը մի շարք պայթյուններից հետո հերթ է բռնկվել ազոտ քիմիական կոմբինատում։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ հարձակման հետևանքով տուժածներ եւ ավերածություններ չկան։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա առնվազն 6-րդ հարձակումն է ձեռնարկության վրա, որի արտադրանքն օգտագործվում է հրետանային արկերի ստեղծման համար։ Թաթարստանում էլ խոշոր հրդեհ է բռնկվել պլաստիկի վերամշակման գործանում։ Իշխանությունների տվյալներով կրկին զոհեր եւ տուժածներ չկան։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ինտենսիվ նախապատրաստում են Իրանի դեմ պատերազմ արդեն հաջորդ շաբաթ վերսկսելուն, գրում է New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնականները պատրաստել են Իրանին հասցվելիք նոր հարվածների պլան, եթե Վաշինգտոնը որոշի հակամարտությունում առաջացած փակուղուց դուրս գալ էսկալացիայի ճանապարհով։ Թերթը հիշեցնում է, որ տարածաշրջանում են նաև 50,000-ից ավելի ամերիկացի զինծառայողներ, 2 ավիակիր, այլ ռազմանավեր եւ տասնյակ մարտական օդանավեր։ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն Չինաստանից վերադարձին լրագրողներին ասել է, որ դժգոհ է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկից։ Թեհրանում արդեն հայտարարել են, որ պատրաստ են պատասխան ցանկացած ագրեսիայի։ Միջազգային նորությունների տեսաշարով։ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ, այդ թվում 3 տարեկան երեխա։ Տեղական օպերատիվ շտաբի տվյալներով բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել մի քանի պատշգամբներում, սակայն հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Վնասվել են նաև շենքի ճակատային հատվածն ու ապակե պատումը։ Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, որոնցից 3-ը երեխաներ են։ Ուկրաինական կողմի տվյալներով Ռուսաստանն անցած գիշեր երկրի ուղղությամբ արձակել է 56 հրթիռ եւ 675 անօդաչու թռչող-սարք, իսկ հիմնական թիրախը եղել է մայրաքաղաքը։ Դարնիցկի շրջանում հարվածներից փլուզվել է 9 հարկանի բնակելի շենքի մուտքը, վիրավորվել է 48 մարդ, հարյուրավոր բնակիչներ մնացել են անօթևան։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա եւ Ուկրաինային տրամադրել հակաբալիստիկ պաշտպանական միջոցներ։
Ռուսաստանը եւ Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում 205-ը 205-ի դիմաց ձևաչափով։ Ռուսական կողմի տվյալներով ազատ արձակված զինծառայողները տեղափոխվել են Բելարուս, իսկ փոխանակումը կազմակերպվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Ավելի վաղ կողմերը հայտարարել էին ավելի խոշոր 1000-ի դիմաց փոխանակման ծրագրի մասին, սակայն այդ գործընթացը չէր կայացել կողմերի փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը փոխանակման միջոց է ընտրել Կիևի արվարձաններում իրականացված շինարարական նախագծի հետ կապված փողերի լվացման գործով եւս 4 կասկածյալի նկատմամբ։ Գործը վերաբերում է դինաստիա նախագծի շրջանակում մոտ 14 միլիոն դոլարի օրինականացմանը։ Ուկրաինական կոռուպցիային հակազդելու կենտրոն կազմակերպության տվյալներով մեղադրյալների թվում են բնակարանային կոոպերատիվի տնօրենը, ստվերային հաշվապահության հետ կապված կառավարիչը եւ 2 հիմնադիրներ։ Հաղորդվում է նաեւ, որ այս գործով անցնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։ Դատարանը կասկածյալների համար սահմանել է գրավ, որը պետք է վճարվի 5 օրվա ընթացքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմի Փիգոնը հայտարարել է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև գործող հրադադարը երկարաձգվել է եւս 45 օրով։ Նրա խոսքով մայիսի 14-ին եւ 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած երկօրյա բանակցությունները եղել են արդյունավետ։ Փիգոնը հայտնել է նաեւ, որ հունիսի 2-ին եւ 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կվերսկսի քաղաքական բանակցությունները, իսկ մայիսի 29-ին Պենտագոնում կանցկացվի անվտանգության հարցերով հանդիպում երկու երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։ Վաշինգտոնը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի երկարատև խաղաղության, փոխադարձ ինքնիշխանության ճանաչման եւ սահմանային անվտանգության ամրապնդման։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զինված ուժերը ներկայում վերահսկում են Գազայի հատվածի տարածքի շուրջ 60%-ը։ Ֆրանս պրեսը նշում է, որ սա առաջին պաշտոնական հաստատումն է այն տեղեկությունների, թե իսրայելական զորքերը վերջին շաբաթներին ընդլայնում են իրենց ներկայությունը Գազայում, առաջ շարժվելով դեպի նոր դիրքեր։ Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայն իսրայելական զորքերը պետք է հետ քաշվեին որոշ հատվածներից, իրենց վերահսկողության տակ թողնելով Գազայի ավելի քան կեսը։ Այսքանը ցտեսություն։